պիտի գործնական առաջադրանքներ կատարենք, տեսնենք որքանով ենք լավ յուրացվել։ Լավ, հիմա հարց, որտեղ կոչվում ալգորիթմը, ասի, Յանա։ Ալգորիթմը քայլերի կարգավորած հաջորդականությունն է, որը հանգեցնում է տրվյալ արդյունքի։ Սպասված արդյունքի, ապրես նստի, ալգորիթմի ներկայացման ձևերը։ Բարաբանաձևային գրաֆիկական և կոդ ծրագրավորման լեզուշեն։ Ճիշտ է, ալգորիթմի հատկությունները։ Դիսկրետություն, լավ, ով կասի, որ հատկությունն է որոշակիությունը, ինչ է նշանակում, ալգորիթմը ունի, Ալգորիթմը պետք է կազմված լինի նստի, ճիշտ է, դիսկրետությունը, որ հատկություններ ալգորիթմով է պատասխանում, դիսկրետությունը, գարնի, Ցանկացած ալգորիթմ պետք է բաղկացած լինի իր հաջորդող քայլերից։ Ինչպիսի քայլերի, պարզ քայլերի, ճիշտ է, նստի, մասսայականություն ալգորիթմի որ հատկությունն է, ով է պատասխանում, մասսայականությունը, կարի փորձի պատասխանես։ Մասսայականությունը նույնmal ուշով։ Ոչ, ով է օգնում, Օֆելիա, ուշով հարասա։ Կարող ես ասել, մի դասի խնդիրներ, իրար նման խնդիրներ։ Հիմա տեսնենք ալգորիթմի գրաֆիկական պատկերները։ Հիշում եք, թե որ պատկերը իրենից ինչ է ներկայացնում։ Տրված են գրաֆիկական պատկերները և եզրույթները։ Պիտի համապատասխանեցնենք, Օֆելիա ջանալի։ Հենց որ սևանում աշյուրը հավաստով ճիշտ է, ուտը անգլեն ճիշտ է։ Ուր ես տանելու։ Օգնում ենք արգիշտին, ուր է տանելու, ասա։ Այլացել, վաստով։ Հենց որ սևանում, այդ ժամանակ պիտի վաստով ես։ Լավ, հաջորդը գալիս է այդ Գասպարյան։ Ես ինչ է պայմանը, Մարիամ ջան, միան պայմանի օրինակ կարող ես ասել, որևէ պայման կարող Կարող ես ասել, որն է կոչվում գծային ալգորիթմ, որ ուղղությամբ, ամեկը քանի անգամ, ճիշտ շատ ապրես, ինչա գրած, ինչա ցիկլային ալգորիթմը, Ցիկլային ալգորիթմը կրկնվում է այնպես հայտնի, ինչպես հայտնի այն քանակության, ցիկլային ալգորիթմ է, դու կարող ես առօրյայից օրինակ բերել, այո, այո, քայլելու ընթացքներ է ցիկլային ալգորիթմը, շատ ապրես, դե հիմա դու ասա, բաճուղավորված ալգորիթմ որն է կոչվում, պայմանից կախված է շատ, այստեղ քայլերը տրված են, դու կարող ես ասել, ես մի հատ սնակը դեպի ներքև նշանակում է մեկ վանդակ պիտի իջնի, մի հատ դեպի աչը նշանակում է մի հատ աչ պիտի գնա, դե հիմա նայում փորձի պատասխանել դեպներ կողնորոշվում, լավ, ընտրի, շատ ապրես վստի, մենք երբ ալգորիթմը արդեն անցանք, երեխաներ, դուք ցանկացած գործողություն պիտի կարողանաք ալգորիթմով ներկայացնել, Ես ես ասել եմ առօրյա կյանքում անընդհատ գործ ունենք ալգորիթմի հետ, չէ՞, թե պետք է դա իրականում չի գործագործել որպես այդպիսի, բայց դուք գործ ունեք ալգորիթմի հետ։ Արման ջան, հիսում եք, լավ։ Տեղը փոփոխականի հայեցակարգը։ Ալգորիթմներ գրելու ժամանակ մենք առիթ ենք ունենալու նաև փոփոխականի հետ աշխատել։
Ինչ է փոփոխականը։ Իքո ինչ է փոփոխականը։ Յանա։ Ճիշտ է, որ կարող է այն փոփոխվել, ճիշտ է։ Ինչ կարող ենք ասել, օրինակ ձեր անձնական տվյալներից, ինչն է որ կարող է փոփոխվել գալի։ Օրինակ մեր պարուսակի դիրքերը։ Մանուկի գները Գներն էլ կարող են փոխվել։ մեր դեպքան ու քայլել։ Հա, մի դեպքում արագ կարող ես գալ, մի դեպքում դանդաղ կարող ես գալ, ճիշտ է։ Դուք պատկերացրեք, ուրեմն փոփոխականի համար սահմանված մի հատ տարա, որի պարունակությունը անդադ կարող է փոխվել։ Գարիկի ասած պայիսակը, չէ, որ գրքերը փոխվում են, կամ դուք գիտեք, մարանում ունեք ինչ է, արկղեր, որը մի դեպքում կարող է լցվել խնձորով, մի դեպքում բանջարեղենով, մրգով, չէ, կարող է լավ փոխվել։ Փոփոխականի անունը ինչ կարող է լինել, երեխաներ, թիվ չի կարող լինել, օրինակ չենք կարող, ունենք արկղ, պայմանականորեն եթե չենք ուզում արկղ բառերին գրել, ապառը կարող ենք գրել, լավ, բայց չենք գրի, եթե 5 արկղ ունենք ու համարակալված են, օրինակ, մեկի մեջ պետք է մրգեր լսենք, մեկի մեջ բանջարեղեն եւ այլը, չենք գրի մեկ որպես փոփոխական եւ լցված է խնձորով։ Ես ձեզ ասել եմ համակարգչի հիշողությունը, դուք պատկերացրեք ծվի արկղ, փոսիկներ են, չէ, ու այդ փոսիկների մեջ ինֆորմացիա ենք պահում, ու այդ ինֆորմացիան թվեր են, ինչ փոփոխականը ունի անուն, եղավ, իսկ որ ասեցինք մեջը կարող ենք լսել ինչ-որ ինֆորմացիայով, այդ ինֆորմացիան կարող է լինել թիվ, կարող է լինել տեքստ, կարող է լինել, այն մենք ճյուղավորված ալգորիթմը որ անցանք, պայմանի հետ գործ ունենք, չէ, կարող է լինել նաև պայման, հիմա նայում ենք հրատարտակին, մենք ասեցինք, ուրեմն, տարա ենք պատկերացնում մի հատ, սամբյուղ ենք պատկերացնում փոփոխականը, որի մեջ կարող ենք լսնել, ասենք, մրգով, Մյուս տարայի մեջ, օրինակ, կարող ենք լսել բանջարեղեն, չէ, կարող ենք բանջարեղեն լսել, հաջորդ արկղը որ ունենք, կամ զամբյուղը որ ունենք, կարող ենք ինչով օրինակ լսնել, հատապտուղներով, կարող ենք հատապտուղներով լսնել, ճիշտ է, օրինակ կարող ենք կշռով ներկայացնել, միրգը կարող ենք գրել օրինակ մ, չէ, դնենք հավասար, կամ ուղղակի գրենք միրգ, հենց բառը գրենք, կամ բանջարեղենը, կարող ենք գրենք բանջարեղեն, ու գրենք քանակ, ասենք թե 3 կիլոգրամ, եղավ, հատապտուղներ կարող են գրել, հատապտուղ, էլի գրենք, կիլոգրամ համեմատություն կատարենք, ինչ փոփոխական կարող ենք ունենալ, մենք ունենք ափսեր, ափսերների մեջ է սնունդից կախված եւ տանը սննդամթերքից կախված պարունակությունը կարող է փոխվել։ Դուք գիտեք պայմանի օպերատոր անցնելու ժամանակ մենք խոսել ենք պայմանի արժեքի մասին։ Պայմանը ինչպիսին կարող է լինել։ Ճշմարիտ կամ կեղծ, այսինքն բավարարի կամ չբավարարի։ Երբ ձեզ միջոցառման է հրավիրում ձեր ընկերը կամ ընկերուհին, դու ինչ ես ասում, ասես ինքն Մարիգիտը թույլ կտա, ես կգամ քո միջոցառմանը, եթե չէ։ Եվ դրան ասում եք տրամաբանական արտահայտություն։ Պարզ է։ Արդեն ասեցիք ալգորիթմի ներկայացման տեսակներից, ուրեմն բառաբանաձևային, գրաֆիկական, տեքստով եւ ծրագրավորման լեզու։ Այս փոփոխականները ծրագրավորման լեզվում օգտագործում են հատուկ բառեր։ Օրինակ, եթե հաստատունի հետ եք աշխատում, դուք ասեցիք փոփոխականները եւ ծրագրի կատարման ընթացքում փոփոխվում է, շատ ճիշտ է։ Իսկ հաստատունները որը լինի դառնի ապրես, որ ծրագրի կատարման ընթացքում կամ գործողության ընթացքում չի փոխվում, ճիշտ է։ Հաստատունները նկարագրելու ժամանակ օգտագործում են կոնստ առանցքային բառը եւ օրինակի համար տալիս եք որևէ արժեք։ 5 Կարող է նույնիսկ այդ նույն կոնստը ունենալ կոնստ, հասկացանք, հաջորդը, եթե փոփոխական ենք նկարագրում, կարող ենք օգտագործել բառ,
կարող եք օգտագործել եւ ինչի նշան, այո, կարող եք օգտագործել նաեւ բոլորի տեխնիկում այդ միջավայրին, ասենք ձեր հասակակիցներին, հենց սկզբից ինչ եք անում, ծանոթանում եք, դուք տվյալները ներկայացնում ես, խնդրի տվյալները, ծանոթացնում ես դրան, այ օրինակ ծրագիր գրելու ժամանակ, երբ որևէ փոփոխական չեք նկարագրում, ինքը ասում է չանցանոթ փոփոխական եք դրել, հասկացա՞ք, խնդիր ունեինք մեր առջև, իմանայինք ինչ է փոփոխականը, չէ՞, ուրեմն ինչ է փոփոխականը, Նավե ջան, որ մեծություններն էին կոչվում փոփոխական։ Անուն, տեսակ եւ Ահա, ճիշտ է, փոփոխականներն ունեն, որոնք փոփոխականները այն մեծություններն, որոնք կարող են գործողության դասում շատ ապրես։ Աբա հաստատությունները որ մեծություններն են։ հաստատությունները այն մեծությունները, որը գործողության դասում չի Ահա, ճիշտ։ Այ նանեն ասեց փոփոխականը ունի անուն, տեսակ եւ արժեք։ Մի հատ փոփոխականի անուն ասենք Օֆելիա ջան։ Անուն։ Հապելինի այո, ճիշտ է։ Եթե մեր առջև խնդիր լինի, օրինակ, դերասանի երեխաների անունները տպել, կլինի անուն փոփոխականը, անուն երեքը, Գառնիկ եւ այլը, հասկացաք? Այսինքն այդ անուն, որի կողքին կարող ենք նաև թիվ գրել, լինում է փոփոխականը, բաժակը ինչ է լինում? Հենց մարդու անունը կարող է փոխվել, բայց թվային լինի։ Հա։ Չէ, սովորողների տարիքը կամ ցանկացած մարդու տարիքը թվով կարող ենք ներկայացնել։ Հասկացաք, ամիս, ամսաթիվ, ճիշտ է, շատ ապրել։